Բարի երեկո սիրելի քույրեր, եղբայրներ, Փառք Աստծուն այս երեկոյի ժամին համար, որ մեզ հավաքեց Սուրբ Տաճարի մեջ գտնվելու, իր կենթանար խոսքերը լսելու, մեր աղոթները ընդունել լինի Աստծո գահի առջև, մեր հոգևոր երգերով փառաբանեցինք Տերը Տիրոջը, որովհետև մեր Տերը Փրկիչը արժանի է, փառքի է փառաբանության։ Այս մեծ պահոց շրջանն է, գիտենք արդեն վարագույրը փակ է, և մեզ առջև դրված է ունենալու աղոթքի պահեր, ծոմապահության օրեր անցկացնելու պահքի շրջան է, որպեսզի մենք ավելի Տիրոջը որպեսզի մոտենանք, մեր աստվածպաշտության առաքինություններով զարդարենք, որպեսզի մեր Տերը փառավորվի, մեր մեղքերին թողություն լինի, որ այս շրջանի մեջ, որպեսզի մենք այս շաբաթները, այս խորհուրդները, որ անցնելուց հետո մենք հրաշափառ մեր Տեր և Փրկչին Հիսուս Քրիստոսի հարությունը դիմավորելու։ Այն հոգիները, որ դեռ խավարի մեջ են, դեռ Աստծուն չեն ճանաչում, Տիրոջը գտնելու, Տիրոջը ճանաչելու, իր արդարության ճանապարհի մեջ քայլելու։ Մեզ էլ այս ճշմարտության արդարության ճանապարհի մեջ Տերը հաստատում պահի, ուղի, շտկի մեր ճամփաները, մեր խոսքերը, մեր վարմունքը, որտեղ մարդիկ մեզ լավ են դիտում, թե հավատացյալը այս արեց, այն արեց, մենք ճանանք, որպեսզի գայթակղության առիթ չլինելու, այլ ընդհակառակը, դեպի մեր վարմունքով, մեր աստվածպաշտությամբ օրինակ դառնալու բոլոր այն ժողովուրդներին, այն մարդոց, որ դեռ Տեր Հիսուսին չեն եկել, որպեսզի իրենք էլ տեսնեն մեր այս գործունեությունները, Տիրոջ փառքի համար մեր ծառայությունները, իրանց մեջ էլ նախանձախնդրություն առաջնանա, իրենք էլ դարձի գան և ապաշխարեն, ինչպես և ասվեց, օրերը չար են, ժամանակները չար են, աշխարհը լրիվ տակնու վրա է, աշխարհի մեկ անկյուն չկա, որ հանգիստ է, ամեն տեղ տակնու վրա գումարած աշխարհում եղած աղետները, երկրաշարժը, փոթորիկը, ջրհեղեղը, կարկուտը, ձյունամրրիկները, ամբողջ տեղեր աշխարհի երևի մի տեղ չկա հանգիստ, որ այս աղետները, պատահարները չպատահեն։ Ինչու է պատահում, որտեղ Աստծո բարկությունը հասած է մարդուց։ Մարդը, որ Աստված պաշտության կերպարանք ունի, որ պետք է պաշտի Աստծուն ճանաչի, բայց հեռացած է Աստծուց մեն, չի ուզում ճանաչի։ Մարդիկ գնում են այլ կրոնքների, այլ դավանությունների, այլ մոլորյալ ճամփաների մեջ, որոնց մեջ ճշմարտություն չկա։ Ճշմարտությունը միայն դավանել ամենասուրբ երրորդությունը, Հայր Աստված, Որդի Սուրբ Աստված, Հոգի Սուրբ Աստված։ Այս է միակ ճշմարտությունը։ Ուրիշ մեկով չկա փրկություն, մեր Տիրոջ Փրկչին այդ փրկությունը, որ մեզ համար բերեց, որ այս կիրակիները, որ մենք պիտի անցնենք դեպի այդ խորհուրդներով անցնելով, նաև մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավագ շաբաթվա այդ խորհուրդները, որ պիտի անցնենք, նաև իր տառապանքները, չարչարանքները, խաչելությունը և հրաշափառ հարությունը, որտև հաղթանակն է մահուն։ Հարությունով Տեր Հիսուս Քրիստոս մեզի հաղթություն բերեց, հաղթական կյանք շնորհեց, փառք տանք Աստծուն, շնորհակալություն հայտնենք այդ մեծամեծ փրկության գործերի համար, որ Տերը կատարեց։ Եվ յուրաքանչյուր մարդու համար այս գործը արա, ոչ թե անհատներու, ոչ թե առանձին ժողովուրդների համար։ Փրկությունը յուրաքանչյուրինն է, փրկությունը անհատական է։ Հավատանք և փրկվենք և հավիտենական կյանք ունենանք։ Ուստի մեր ճամփաները թող Տերը ուղի շտկի արդարության ճանապարհի մեջ առաջնորդի, ինչպես և Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխի 48-րդ համարն է ասում. Անուն Հոր և Որդու և Հոգու Սրբո ամեն։ Ուրեմն դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր երկրավոր Հայրն ալ կատարյալ է։ Աստված մեզ առաջնորդում է, որպեսզի մենք կատարելության ճամփու մեջ ընթանանք, Աստծուն նմանող լինենք։ Պողոս առաքյալ ինքն էլ ասում. Ինձի նմանող եղեք, որ ես էլ Քրիստոսի նմանող եղեմ։ Եվ հավատքի սուրբերը, ախոյանները նույնպես այդ կյանքով ապրեցին և կատարյալ ճամփու մեջ քայլելով արժանացան Տիրոջը այդ փառքին և իր գովասանքին։ Եթե ուսուցումները տեսնենք Մատթեոսի ավետարանի մեջ, արդեն 5-րդ գլխի մեջ, եթե սկզբնակից կարդանք, արդեն երանելիներով է սկսում։
Երանելի է տալիս բոլոր նրանք, ովքեր ասում է հոգիով աղքատ են։ Նրանցն է Աստծո թագավորությունը։ Երանի հեզերուն իրենք պիտի ժառանգեն երկիրը։ Երանի անոնց, որ անոթի ու ծարավ են արդարության, զանոնք պիտի կշտանան։ Այսօր արդարություն կա աշխարհի մեջ, որը մարզի մեջ գնաս արդարություն չկա։ Մարդիկ փնտրում են այդ արդարությունը։ Արդարություն փնտրելու համար գնանք Տեր Հիսուս Քրիստոսին։ Ինքն է միակ արդարը, Աստված ինքը միայն արդար է։ Երանի ողորմածներուն վասնզի անոնք ողորմություն պիտի գտնենք։ Երանի սրտով մաքուրներին անոնք պիտի տեսնեն Աստված։ Եթե մեր սրտերը մաքուր չէ, Աստված չենք տեսնի։ Պետք է մաքրենք, սրբենք։ Երանի խաղաղություն ունեն, վասնզի անոնք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Տեսնում եք ինչպիսի երանելիներ տալիս։ Մենք Աստծո որդիներ ենք, մենք ճանանք այդ խաղաղությունը մեր մեջ բարել եւ խաղաղությունը ոչ միայն մեզ հետ, ապա մեր ընտանիքի անդամ, մեր յուրաքանչյուր եկեղեցու անդամի, յուրաքանչյուր գործատեղի հետ աշխատած տեղերի մեջ այդ խաղաղությունը ունենանք յուրաքանչյուրի հետ, որպեսզի ասում է անոնք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Երանի անոնք, որ հալածված են արդարության համար, վասնզի երկինքի թագավորությունը անունցն է։ Երանի ձեզի, տեսեք ինչ երանի է տալիս, երբ կնախատեն ձեզ ու կհալածեն ու սուտ տեղը ամեն կերպ գեշ խոսքեր կխոսին ձեր վրա ինձի համար։ Ցնծացեք եւ ուրախ եղեք, վասնզի ձեր վարձքը շատ է երկինքը, քանզի այս կերպով հալածեցին ձեզ մի առաջ եղած մարգարեները։ Մարգարեներից որ մեկը հալածանք չկրեց, ամենքն էլ տեսակ տառապանքների, չարչարանքների, նեղությունների, մինչև անարգությունների ենթարկվեցան, բայց Աստծո խոսքը ճշմարտության տարածեցին, որպեսզի մարդիկ լսեն եւ հավատան, իրենք հավատքը պահեցին։ Ճիշտ այնպես ինչպես Պողոս արաքե հավատքը պահեցին, ընթացքը կատարեցի եւ ինձ կմնա ինչը կենաց պսակը, որ Տերը խոստացավ մեզի։ Դուք եղեք ասում է երկրի աղը, եթե աղը համը իր կորցնի, ինչով ինքը պիտի աղվի, ապա դուրս պիտի ձգվի։ Եվ դուք եք ասում է աշխարհի լույսը, տեսնում եք ինչ մեծ կոչում է տվեց մեզի։ Եվ ասում է 16-րդ համարի 5-րդ գլխի մեջ ասում է այնպես թող լուսավորի ձեր լույսը մարդոց առջև, որ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն ձեր հայրը, որ երկինքն է։ Մենք կանչված ենք բարի գործեր գործելու։ Աշխարհը չար գործերի մեջ է, խառնակ գործերի մեջ է։ Մենք հեռու մնանք դրանցից։ Մենք ճանանք Աստծո լույսով լուսավորված եւ Աստծո բարի գործերը գործենք իր փառքի համար, ոչ թե մենք փառավորվենք, ոչ, մենք ով ենք որ փառավորենք, ապա միայն Աստված փառավորվի։ Եվ շարունակելով այդ բաները նաեւ շնության մասին է ասում է շնություն մերեք, ասաց Աստված ձեզի, բայց ձեզի կսեմ ով կին մարդումը կնայի անոր ցանկալու համար, ալ անիկա իր սրտի մեջ շնություն հրավ։ Տեսնում եք ինչքան Աստծո խոսքը այսպեսի մեզ գաղափարի մեջ է բերում, որպեսզի մենք զգուշանանք։ Ով որ իր կինը արձակե, թող անոր արձակման թուղթ տա, ինչպես որ ասվում էր հին ուխտի ժամանակ։ Բայց ես ձեզի կսեմ, ով որ իր կինը արձակե առանց պոռնկության պատճառի, ինք պատճառ կլա անոր շնություն ընլալուն։ Եվ որ ով որ արձակված առնե շնություն կնե։ Եվ շատ այսպիսի բաներ, որ 5-րդ գլխը ավարտվեց, ինչպես այս համարը կարդացիք, որ դուք կատարյալ եղեք, նաև 6-րդ եւ 7-րդ գլուխը, որ ավետարան է ավետարան մեջ, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսի լեռան քարոզն է, եւ ամեն մեկիս համար հատուկ եւ յուրաքանչյուր հավատացյալի համար այս քարոզները ուսուցումներ են, որպեսզի մենք շտկվենք, ուղղվենք եւ արդարության ճանապարհի մեջ քայլենք եւ կատարյալ լինենք, ինչպես որ մեր Տերը փրկիչը կատարյալ, ինչպես եւ որ այստեղ էլ ասվեց։ Սաղմոս 19:7-ի մեջ ասում է. Տիրոջը օրենքը կատարյալ է, ինչ կնե, հոգին կնորոք է։ Տիրոջը վկայությունը ճշմարիտ է, տգետը իմաստուն կնե։ Ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը, այստեղ էլ ճշմարտության մասին է խոսում։ Տգետը, այսինքն անուսը Աստծո խոսքին
հաղորդ չեղողը իրեն իմաստուն կնե, երբ որ լսի Աստծո խոսքը, կարդա Աստծո խոսքը եւ ապրի այդ կյանքը կդառնա իմաստուն մեկը։ Երկրորդ օրինաց 32:4-ի մեջ ասում է. Աստծո գործը կատարյալ է, քանզի անոր բոլոր ճամփաները արդար են։ Արդար ու ճշմարիտ են ուղիները քո ով ամենակալ Տեր Աստված, մենք այդ երկն էլ ունենք։ Աստված հավատարիմ է ու անիրավություն չունի, անիկա արդար է եւ ուղիղ է։ Երբ ասում է Աբրահամ 99 տարեկան էր, Տերը Աբրահամին երեսավ եւ ասավ. Ես եմ ամենակարող Աստվածը, իմ առջևես քալե ու կատարյալ եղիր։ Նաև հորդորում է նրանք, ովքեր կատարելության ճամփում մեջ են, սարդիկ էին ուղված նամակի մեջ եկեղեցին, հայտնության 3:2-ի մեջ ասում է. Գիտեմ քո գործեր, որ դու անուն ունիս, թե կենթանի ես, բայց մեռած ես, մեռած ինչով, հոգիով, արթուն կեցիր ու հաստատե մնացած բաները, որոնք մեռնելու վրա են, վասնզի քո գործերը Աստծո առջև կատարյալ չգտա։ Սողոմոն իմաստունի նորից իր ծերության ժամանակ Աստված նորից խոսեցավ, որովհետև իր կիները 700 եւ հարճերը 300,000 հատ կին ունենալով ամեն մեկը կռապաշտության մեջ իրեն մեհյաններ էր ուզում սարքել եւ իրեն խելքից անեցին, խելքահան արեցին։ Եվ ասում է Սողոմոնին ծերության ժամանակ անոր կիները, անոր սիրտը օտար աստվածներու դարձուցին։ Տեսնում եք, գնապաշտության գնաց, իրենց համար մեհյաններ սարքեց, ինքն էլ պաշտամունք էր անում այնտեղ։ Երրորդ Թագավորաց 11:4-ի մեջ է ասում. Իր Տեր Աստծուն հետ եւ իր հորը Դավիթին սրտին պես կատարյալ չէր։ Մատթեոսի 19-րդ գլխի մեջ խոսում է հարուստ պատանի մասին, մեկը մոտենալով ասավ անոր. «Բարի վարդապետ, ինչ բարի գործ գործեմ, որպեսզի հավիտենական կյանքը ընդունեմ»։ Ինչու զիս բարի կսես, ասում է, կանվանես։ Մեկ այն զատ բարի չկա, որ է Աստված, ինքը բարի է միայն Աստված։ Եթե կուզես հավիտենական կյանքը մտնել, պատվիրանները պահե, եւ ասեց այդ պատվիրանները Տերը, եւ ասեց ամենքը պահել եմ։ Այդ ամենքը մանկությունն ի վեր պահել եմ, ալ ինչ բան կպակսի։ Ինչն է պակասում այդ պատանին։ Հիսուս ասավ անոր. Եթե կուզես կատարյալ լալ, գնա ունեցվածքը ծախե, տուր աղքատներուն ու երկինքը գանձ պիտի ունենաս եւ եկուր իմ ետևից։ Այդքանը բավարար չէ, որ տուվեցիր անցար արի Հիսուսի ետևից, մենք ընթանանք Հիսուսի ետևից, որովհետև ինքն է մեզի հավիտենական կյանքի առաջնորդողը։ Հռոմեացիս 12:2-ի մեջ ասում է. «Եվ մի կերպարանիք այս աշխարհին կերպարանքով, հապա ձեր մտքին նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քննեք, թե ինչ է Աստծո կամքը, ինչ է Աստծո կամքը, որ բարի է ու հաճելի է ու կատարյալ է»։ Աստծո կամքը որն է։ Աստված ուզում է, որ բոլորն էլ փրկվեն եւ հավիտենական կյանք ունենան։ Աստված կուզե մեղավորի դարձը կան, լսեն, հավատան, մեղայի կան եւ փրկվեն, որպեսզի Աստված էլ իրենց Աստծո զավակներ դարձնելով երկնքի արքայության արժանացնի։ Եվ նաեւ մեր աշխատանք է պետք, ջանասիրություն է պետք։ Եվ Հռոմեացիս 12-րդ գլխի մեջ 11-րդ համարի մեջ ասում է. «Ջանքի մեջ սուլասիրտ մի լակ, հոգիով բորբոքվեցեք, Տիրոջը ծառայեցեք»։ Ամենալավ գործունեությունը Տիրոջը ծառայելը։ Այսօր մարդիկ չարին սատանային են ծառայում, երկրպագություն անում։ Մենք մեր Տիրոջը ծառայություն անենք եւ իրեն երկրպագություն ունենք։ Տիմոթեոսին ուղված նամակի մեջ Պողոս առաքյալ ասում է 2:15-ի մեջ. «Ջանակ ու անձդ ընտիր ցուցնելու Աստծո առջև»։ Պետրոս առաքյալ առաջին Պետրոսի 5:6-ի մեջ ասում է. «Ուրեմն Աստծո հզոր ձեռքին տակ խոնարեցեք, որպեսզի ձեր ժամանակին բարձրացնի»։ Ջանք, խոնարհություն եւ այստեղ էլ խոնարհության մասին դարձյալ Մատթեոս 19:29-ի մեջ ասում է. «Ինձ մեզ սորվեցեք, որ հեզ եմ եւ սրտով խոնար»։ Եվ Փիլիպպեցիս 2:8-ի մեջ ասում է. «Ինքզինք խոնարեցուց, մինչև իսկ մեռնելու հոժարեցավ,
այն ալ խաչի մահվամբ։ Տեսնում եք այս Հիսուս Քրիստոսի խոնարհություն, Աստված ինքը խոնարհության օրինակ տիպար եղավ։ Հակոբոս առաքյալ 3:2-ի մեջ ասում է. «Վասնզի ամենք սա շատ հանցանքներ կնենք։ Եթե մեկը խոսքով հանցանք չնե, անիկա կատարյալ մարդ է, որ կարող է բոլոր մարմիններ սանձել»։ Լեզվի մասին է չէ խոսում ամբողջ Հակոբոս առաքյալը։ Եթե քո լեզուն կարողացար սանձել, ուրեմն դու կատարյալ մարդ կլինես այդպեսով։ Տիմոթեոսին դարձյալ 2 Տիմոթեոս 2:16-ի մեջ Աստված ասում է. ամբողջ գիրքը Աստծո շունչն է եւ ինչին համար օգտակար է, սորվեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արդարության մեջ խրատելու համար, որպիսի ինչի համար Աստծո մարդը կատարյալ լա, ամեն բարի գործերու պատրաստված։ Մենք կանչված ենք բարի գործերը գործելու։ Աշխարհը թող իր աշխարհի գործերով զբաղվի։ Մենք հիմա այստեղ, որ եկած ենք դարձյալ այս գործունեության մեջ, այս պաշտամունքի մեջ, եկած ենք, որպեսզի մենք ավելի զորանանք, ավելի կատարյալության ձգտենք։ Այսօր Նարեկացին էի կարդում, հետևյալ տողերը հասավ ինձի։ Զիքեշ ճանչնալը արդարություն է արդեն կատարյալ, իսկ զորությունը իմանալն արմատն է անմահության։ Տեսնում եք ինչ գեղեցիկ խոսքեր են գրում մեր հոգևոր հայրերը։ Կային հավատքի ախոյաններ կային, որոնք կատարյալ ճամփու մեջ են քայլում։ Հոբ Երանելին, որ հիշատակվում է հուս երկրի մեջ Հոբ անունով մարդ մկար, այդ մարդը կատարյալ ու արդար ու աստվածավախ էր եւ չարությունը ետ կքաշվեր։ Տեսնում եք ինչպիսի մեկն էր վկայություն։ Նաեւ Նոյի մասին է վկայում, Ծննդոց 6-րդ գլխի 9-րդ համարը։ Այս է Նոյին պատմությունը։ Նոյ իր դարում մեջ մարդոցը մեջ արդար ու կատարյալ մարդ մներ։ Նոյ Աստծո հետ քալեց։ Տեսնում եք Հոբը նույնպես եւ գիտեք այդ պատահարները, որ պատահեց Հոբին եւ ինքը իր կատարելության մեջ մնաց։ Նույնիսկ կինը ասեց դու դեռ քո կատարելության մեջ ես մնում։ Աստծո հայոյիր եւ հեռացիր։ Դու ասեց անզգամ կնոջ պես ես դատում այս բաները։ Աստծո ձեռքից միայն բարիքներ առնենք, ապա չարիքներ էլ պիտի գան մարդոց մեջ։ Միայն ամեն անգամ մեզի բարի բաներ չպետք է պատահի, արկածներ կարող են հիվանդություններ պատահեն եւ շատ աշխարհի մեջ երևույթներ, որոնք մեզ համարել են, մենք որ հավատացինք չի նշանակում մենք զերծ պիտի մնանք հիվանդությունից, արկածներից եւ այսինչ այնինչ պատահարներից կյանքի մեջ։ Բայց կարևորը որ մենք հաստատում մնանք այս հավատքի մեջ, որովհետեւ Տերը գիտի մեր վիճակները եւ պիտի մեզ առաջնորդի իր արդարության ճանապարհի մեջ։ Կողոսացիս 3:5-ի մեջ ասում է. «Ուստի Աստծո ընտրյալ սուրբերու եւ սիրելիների պես ձեր վրա հագեք», տեսեք ինչ առաքելությունների մասին է խոսում, «գութը, ողորմությունը, քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, երկայնամտությունը, իրարու համբերելով, իրարու ներելով, եթե մեկը մեկուն դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոս ձեզ ներեց, նույնպես ալ դուք, եւ այդ բաներուն վրա սերը հագեք, որ կատարելության կապն է։ Աստված սեր է, մեկ բառով եթե նկարագրենք սեր է, եւ այդ կատարելության կապը ասում է, որ սերով կլինի, հագեք։ Առաջի թուղթովանու ասում է, առաջի թուղթովան 2:5-ի մեջ ասում է, բայց ան որ անոր խոսքը կպահե, իրավցնե անոր մեջ կատարյալ է։ Աստծո սերը եւ ատով կճանչնանք, թե անոր մեջ ենք։ Ուրիշ երկու համարներ կարդամ, շատ գեղեցիկ է դարձյալ առաջի թուղթովանու 12-ի մեջ տեսեք ինչ է ասում։ Մեկը երբեք Աստված տեսած չէ, եթե մեկս մեկ սիրեք, Աստված մեր մեջ պիտի բնակի եւ անոր սերը կատարյալ պիտի լա։
17-ի մեջ ասում է հետևյալը. Ասով սերը մեր վրա կատարյալ կլա, որպեսզի համարձակություն ունենանք դատաստանին օրը, վասնզի ինչպես էինք, նույնպես ալ մենք ենք այս աշխարհի մեջ։ Եվ շարունակելով ասում է 18-րդ համար ասում է. Սիրո մեջ վախ չկա, ապա կատարյալ սերը վախը մեկնի կվանե, վասնզի վախը տանջանքի ենթակա է։ Ուստի ան որ կվախնա, սիրո մեջ կատարյալ չէ։ Աստված մեզի վախի, երկչոտության հոգի չտվեց, մեզի քաջության հոգի տվեց։ Մենք որպեսզի համարձակ լինենք, Աստծո խոսքը վկայենք, տանենք մարդոց, այն մարդոց, որ դեռ խավարի մեջ են եւ որոնք Աստծո խոսքին դեռ ծանոթ չեն, որպեսզի իրենք էլ լսեն, ինչպես որ Աստված մեզ ողորմեց, իրենց էլ ողորմություն գտնեն եւ փրկվեն եւ հավիտենական կյանք ունենան։ Եվ պիտի ավարտեմ այսօրվա խոսքը առաջին թուղթ Պետրոսի 5-րդ գլխի 10-րդ համարի մեջ, որ այս ամբողջ ամփոփումը մեզի կտա։ Եվ բոլոր շնորհքներին Աստվածը, որ մեզ իր հավիտենական փառքին կանչեց Քրիստոս Հիսուսի միջոցով, քիչ մատեն նեղություն կրել է ետքը, ինք թող ձեզ կատարյալն է, հաստատե, զորացնե եւ հիմնե, իրեն փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից ամեն։ Աստված օրհնի բոլորիս ամեն։